Արդյոք նկատել եք մի տարօրինակ պարադոքս։ Ամենաբաց եւ հասանելի թվացող մարդիկ հաճախ ներքուստ ամենաանհասանելիներն են։ Կարլ Յունգը բացահայտեց, որ հոգեբանական հասունության գագաթնակետին հասած էմփաթներն ունեն մի զարմանալի գաղտնիք։ Սա սուպերէմպաթի վտանգավորության 7-րդ պատճառն է։ Նրանք կատարելապես տիրապետում են ընտրողական խոցելիության արվեստին։ Յունգը նշում է, որ անհատականացված էմփաթները բնավ չեն դառնում հուզականորեն փակ։ Ընդհակառակը, նրանք ընդունակ են շատ ավելի խորը մտերմության, սակայն նրանց խոցելիությունն այլևս ավտոմատ կամ կոմպուլսիվ չէ, այն չի օգտագործվում ընդունում վաստակելու համար։ Պատկերացրեք գործընկերոջ, ով անկեղծորեն ապրումակցում է ձեզ, կամ մտերիմ ընկերոջ, ով ճառագում է կենդանի ջերմություն։ Դուք զգում եք ամբասիր ուշադրություն, բայց չեք գիտակցում, որ առնչվում եք նրա էության միայն մեկ շերտի հետ։ Նրանք ճշգրտորեն ընտրում են, ով կարող է մուտք գործել այդ խորությունը, մնալով լիովին անհասանելի նրանց համար, ովքեր գործով չեն ապացուցել իրենց հուսալիությունը։ Յունգն սա նկարագրում էր պատերի եւ թաղանթների փոխաբերությամբ։ Պատերը արգելափակում են ամեն ինչ, եւ լավը եւ կործանարարը, մինչդեռ թաղանթները բաց են թողնում խիստ ընտրողավար։ Իրական անվտանգությունը ոչ թե աշխարհից կույր պատերով մեկուսանալն է, այլ սեփական սահմանները գիտակցաբար կառավարելը։ Երբ խոցելիությունը դադարում է լինել գոյատևման գործիք եւ դառնում է վաստակված պարգև, մարդը ձեռք է բերում բացարձակ իշխանություն իր ներաշխարհի վրա, մնալով անարիք անարժանների համար։ Անպայման տարածեք այս տեսանյութը ձեր մտերիմներին եւ պահպանեք այն հոգեբանական այս հզոր կանոնը երբեք չմոռանալու համար։